Եվրոպական միությունը նախապատրաստում է շտապ առևտրային աջակցության փաթեթ Հայաստանի համար, նպատակ ունենալով մեղմել Մոսկվայի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքները։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Financial Times պարբերականը։ Աջակցության փաթեթը, որի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ կլինի Եվրամիության անդամ երկրների մեծամասնության եւ Եվրոպական խորհրդարանի հավանությունը, կներառի ռուսական էմբարգոյի տակ հայտնված մոտ 20 ապրանքախմբերի մեծ մասը։ Այս ապրանքների ընդհանուր արժեքը տարեկան կազմում է մոտ 420 միլիոն եվրո։ Ռոսելխոզնաձորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքական պատճառների, այլ որակի ներքին վերահսկողության համակարգի թերությունների հետ։ Նրա կարծիքով հիմնական խնդիրը մնում է Հայաստանի գյուղատնտեսության մեջ համագործակցության եւ արտադրական վերահսկողության արդյունավետ համակարգի բացակայությունը։ Ինչպես նշել է կարգավորող մարմնի ղեկավարը, վերահսկողությունը պետք է սկսվի ոչ թե սահմանին, այլ անմիջապես արտադրության փուլում։ Հայաստանում մեկնարկում է վարչատարածքային բարեփոխումների նոր 8-րդ փուլը, որի արդյունքում հանրապետությունում համայնքների ընդհանուր թիվը 70-ից կրճատվելու է, դառնալով 64։ Այս փուլում համայնքների միավորման գործընթացը ընդգրկելու է հանրապետության 3 մարզեր։ Կառավարությունը շեշտում է, որ այս քայլը մեխանիկական բնույթ չի կրում, այն միտված է մասնագիտական ու ֆինանսական ներուժի մեկտեղմանը, ինչը թույլ կտա իրականացնել ավելի մեծածավալ ծրագրեր։ Հայաստանի խորհրդարանը հունիսի 17-ին հաստատել է 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին կառավարության հաշվետվությունը։ Փաստաթուղթը ընդունվել է միաձայն, դրան կողմ է քվեարկել 57 պատգամավոր, ընդ որում ընդդիմությունը նիստին չի մասնակցել։ Վերջին 2 ամիսների ընթացքում առաջին անգամ իրանական տանկերները վերսկսել են նավթի արտահանումը։ Այս շրջադարձային իրադարձությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին շրջանակային համաձայնության հասնելու մասին։ Առնվազն 2 տանկեր, որոնք ընդհանուր առմամբ տեղափոխում են 3.8 միլիոն բարել նավթ, պաշտոնապես հատել են Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի կողմից սահմանված շրջափակման գիծը եւ դուրս են եկել բաց ծով։ G7 երկրների էներգետիկ ոլորտի միլիարդատերերը Իրանի շուրջ հակամարտության սկզբից ի վեր իրենց կարողությունն ավելացրել են 23.5 միլիարդ դոլարով, քանի որ հակամարտությունը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի։ Աշխարհի 6 խոշորագույն նավթային ընկերությունների շահույթը 2026-ի արդյունքներով կարող է աճել 80%-ով կամ 68 միլիարդ դոլարով։ Սա համարժեք է օրական մոտ 416 միլիոն դոլար շահույթի։ Չինաստանի պետական ընդհանուր պարտքը առաջին անգամ դիտարկումների ողջ պատմության ընթացքում գերազանցել է 100 տրիլիոն յուանի շեմը, ինչը համարժեք է մոտ 14.77 տրիլիոն դոլարի։ Ռեկորդային ցուցանիշը գրանցվել է ընթացիկ տարվա մայիսի արդյունքներով։ Փորձագետները պարտքային բեռի աճը կապում են ակտիվ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հետ, որը վերջին տարիներին ուղղված է եղել տնտեսական դժվարությունների հաղթահարմանը։ OPEC+-ի նավթի արդյունահանման սահմանափակման համաձայնագրին մասնակցող երկրները 2026 թվականի մայիսին արդյունահանումը կրճատել են օրական ընդամենը 40,000 բարելով, զգալի հետ մնալով սահմանված ծրագրային եւ թիրախային ցուցանիշներից։ OPEC+-ի անդամների համար մայիս ամսվա թիրախային ընդհանուր մակարդակը սահմանված է եղել օրական 33.7 միլիոն բարել, սակայն փաստացի արդյունահանումը կազմել է ընդամենը 24.26 միլիոն բարել օրական։ Տարիներ շարունակ արմատավորված այն կարծրատիպը, թե երեխայի խնամքն ու դրա հետ կապված արտոնությունները բացառապես մայրական գործ են, պաշտոնապես զիջում է իր դիրքերը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկել է աշխատանքային օրենսդրության բարեփոխումների նոր փուլ, որի հեռահար նպատակն է ծնողների իրավահավասարության ապահովումը։ Համաձայն գործող օրենսդրության երեխայի ծնվելուց հետո առաջին 30 օրվա ընթացքում հայրերին հնարավորություն է տրվում վերցնել 5 օրյա վճարով արձակուրդ։ Սա գործատուի կողմից պարտադիր ֆինանսավորվող աշխատակցի միջին աշխատավարձի պահպանմամբ երաշխիք է, որը որևէ պատրվակով չի կարող մերժվել։ Այդ արձակուրդը նախատեսված ամենամյա արձակուրդից չի հանվելու։ Սա էլ է կարևոր մեսիջ, որ մենք փոխանցենք, որովհետև կա տպավորություն, որ եթե իրենք այդ 120 արձակուրդը վերցնեն, հետագայում իրենց ամենամյա արձակուրդի օրերը կնվազի։
պետք է նշեմ, որ սա առանձին երաշխիք է, նախատեսված կոնկրետ այդ իրավիճակի համար, որ իսկ եթե հայրը չդիմեց եւ չօգտվեց մինչեւ երեխայի 30 օրական լրանալը հայրության արձակուրդից, հետագայում չի կարող օգտվել։ Այնուամենայնիվ հանրապետության 4 մարզերում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունը վեր է հանել այսպիսի պատկեր։ Տղամարդկանց զգալի մասը պարզապես չի իրացնում այս իրավունքը։ Պատճառների հիմքում իրազեկվածության պակասն է եւ հանրային այն ընկալումը, թե տղամարդու կողմից խնամքի արձակուրդ վերցնելը ոչ սովորական երևույթ է։ Համ կան օգնող ընտանիքի անդամներ, որտեղ կարիքը արդեն չկա կամ կարիքը քիչ է հայրիկի անմիջական ներգրավվածության երեխայի խնամքի գործում, համ նաև մտածելակերպի խնդիրներ, որտեղ ուղղակի կա պատկերացում, որ երեխայի խնամքը դա ուղղակի կանացի պատասխանատվություն է եւ տղամարդը չպետք է խառնվի դեռ։ Մինչ հանրությունը կենտրոնացած է բացառապես մայրական արձակուրդների վրա, աշխատանքային օրենսգիրքը տղամարդկանց ընձեռում է արտոնություններ։ Մինչև երեխայի 3 տարեկան դառնալը եւ մայրը եւ հայրը կարող են միաժամանակ գնալ խնամքի արձակուրդ, աշխատատեղի եւ ստաժի լիարժեք պահպանմամբ։ Հայրն իրավունք ունի իր ամենամյա արձակուրդը պահանջել կնոջ հղիության ու ծննդաբերության շրջանում։ Մինչև երեխայի 1 տարեկանը հայրը կարող է պահանջել մինչև 2 ամիս չվճարվող արձակուրդ։ Ծնողներն իրավունք ունեն անցնել ոչ լրիվ աշխատանքային օրվա, կարիերան եւ կենցաղը համատեղելու համար։ Գործատու նաև պետք է հասկանա, թե ինչով է սա օգնում իր բիզնեսին, աշխատանքին, որովհետև բնականաբար մենք հասկանում ենք, որ որոշ գործատուներ շահույթ են, հետապնդում մեծ մասը գործատուների, եւ պետք է մենք կարողանանք նաև գործատուներին ցույց տալ, իսկ դա բոլոր հետազոտություններով արդեն ապացուցված է, որ ընտանիքամետ աշխատավայրեր ունենալը բերում է բիզնեսի զարգացմանը եւ ավելի շատ շահույթի։ Սկանդինավյան երկրներում է սա արդեն ապացուցվել եւ նաեւ մեր տարածաշրջանի երկրներում իրականացված հետազոտություններն են ցույց տվել։ Այսպիսի քաղաքականությունը միայն սոցիալական բարեգործություն չէ, այլ հստակ տնտեսական հաշվարկ։ Երբ ընտանեկան հոգսերը բաշխվում են հավասարապես, կանանց վերադարձը աշխատաշուկա դառնում է ավելի արագ, ինչը նվազեցնում է մարդկային կապիտալի կորուստը ընկերությունում։ Հայաստանը պաշտոնապես որդեգրում է աշխատանքային հարաբերությունների եվրոպական մոդելը, որտեղ հայրությունը դիտարկվում է որպես հավասարազոր սոցիալական պատասխանատվություն։ Իրավական հարթակը արդեն պատրաստ է, հերթը բիզնես մշակույթի ու հասարակական գիտակցությանն է։ «2026 թվականի մայիս ամսվա ընթացքում հարկվճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 216 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 68.5 միլիոն դրամ։ Արձանագրվել է նաև վարձու աշխատողիչ ձևակերպման 46 դեպք, տուգանքի չափը մոտ 47.3 միլիոն դրամ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկվճարողներին դրսևորել հարկային կարգապահություն եւ հետեւել օրենքի պահանջներին, նպաստելով կայուն եւ վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։